Այս աշխարհի մեջ շատերն ուզում են թագավոր դառնալ, իշխան դառնալ, իշխանավոր դառնալ, պաշտոնյա լինել, բարձր դիրք ունենալ, բազմությունների վրա իշխել, ժողովրդների վրա իշխել, բայց Հիսուս չուզեց։ Ինչու՞։ Որովհետև Հիսուս առաքելություն ուներ։ Եվ իր առաքելության մեջ չէր մտնում այս աշխարհում թագավորելը։ Այս աշխարհում թագավոր դառնալը իր առաքելության մեջ չէր, եւ իր առաքելությունը պիտի խանգարեր, պիտի խոչընդոտեր։ Ինչ առաքելության է մեզ Աստված կոչել։ Եվ մեր առաքելությունը մեզ թույլ տալիս է թագավորել, թե թույլ չի տալիս թագավորել։ Մենք պիտի թագավորենք, թե պիտի չթագավորենք։ Իսկ ինչ է մարդու առաքելությունը։ Մարդու առաքելությունն է թագավորի որդի լինելը։ Երկնավոր թագավորի, Աստծո որդի լինելը, Աստծո որդեգիր լինելը, սա է մեր առաքելությունը։ Մեր առաքելությունն է երկնքի արքայություն մտնելը։ Իսկ այս առաքելությանը խանգարելու է աշխարհի մեջ մեր իշխելը կամ թագավոր լինելը, թե նպաստելու է։ Ըստ իս շատ ու շատ մարդկանց խանգարում է։ Ինչի՞։ Որտեւ ինչքան բարձր է մարդու դիրքը այս աշխարհի աստիճանակարգության մեջ, այնքան մարդու պատասխանատվությունը մեծ է եւ այնքան մարդու սայթաքելու, մեղանչելու եւ ծանր մեղքեր գործելու հավանականությունը շատ է, որտեւ դիրքը գայթակղություն է։ Գայթակղություն է մեղքի։ Գայթակղություն է չարաշահելու իրեն տրված իշխանությունը։ Եվ շատ քիչ մարդիկ են, որոնք այդ դիրքերում կարողանում են չգայթակղվել, չչարաշահել։ Եվ Հիսուսի օրինակն էլ մեզ համար օրինակ է։ Մենք աշխարհ չենք եկել աշխարհի մեջ թագավոր լինելու համար։ Մենք աշխարհ ենք եկել այս աշխարհով այնպես անցնելու, որ երկնքի արքայության հասնենք եւ Աստծո որդեգիրներ լինենք։ Երկնավոր թագավորի որդիներ լինելու համար ենք աշխարհ եկել։ Եվ այդ ընթացքը մի ճամփորդություն է։ Մի ճանապարհ է, որ ամեն մարդ անցնում է, մեզանից յուրաքանչյուրս անցնում է։